Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչպես գտնել ձեր երազանքների աշխատանքը։ Կանադառնանք ամեն ինչին, սկսած արդյունավետ ռեզյումե կազմելուց, մինչև հարցազրույցին պատրաստվելը եւ նույնիսկ փորձաշրջանի հաղթահարումը։ Բարի գալուստ Python podcast։ Ես ձեր հաղորդավարն եմ, Python։ Նախ ներկայացնեմ, թե ինչ է մարդկային ռեսուրսների կառավարումը։ Այն կազմակերպչական գործառույթ է, որը զբաղվում է մարդկանց առնչվող հարցերով, ինչպիսիք են օրինակ աշխատանքի ընդունում, կատարած աշխատանքի կառավարում, փոխհատուցում, կազմակերպության զարգացում, անվտանգություն, առողջություն, նպաստներ, կենսաթոշակներ, աշխատակցի խրախուսում, հաղորդակցում, վարչարություն եւ այլն։ Խոսենք դիմումների մասին։ Ձեր դիմումը պատկերացրեք որպես առաջին տպավորություն։ Իսկ ինչին պետք է առաջինը ուշադրություն դարձնել։ Ամենապարզ ու հաճախ անտեսվող հանգամանքը էլեկտրոնային հաղորդակցությունն է։ Ձեր էլնամակում անհրաժեշտ է լրացնել թեմայի տողը ըստ պահանջի։ Միշտ հետևեք աշխատանքի հայտարարության մեջ տրված ցցումներին։ Եթե խնդրում են ընդգրկել հատուկ արտահայտություն, անպայման արեք դա։ Սա օգնում է, որ մասնագետը հեշտությամբ դասակարգի դիմումները։ Ու հավատացեք, ընտրությունը սկսում է ձեր նամակը կարդալու պահից, այլ ոչ ձեր ռեզյումեից։ Եթե դիմումը ուղարկում եք էլ-փոստով, այն ուղղեք օրինակ հարգելի պատասխանատու, թիմ, կազմակերպիչ, եթե չգիտեք ստացողի անունը։ Կցեք կարճ հաղորդագրություն, որտեղ կարտահայտեք ձեր հետաքրքրվածությունը եւ կգրեք, որ կցել եք ձեր ռեզյումեն եւ ուղեկցող նամակը։ Երբեք մի ուղարկեք դատարկ նամակ առանց որևէ հաղորդագրության։ Կարևոր է նաեւ փաստաթղթերի անունները։ Ձեր ռեզյումեն եւ ուղեկցող նամակը պետք է ունենան հստակ եւ պրոֆեսիոնալ անվանումներ։ Օրինակ ձեր անունը + resume կամ cover letter, ոչ թե document 123.docx եւ այլն։ Իհարկե, ուշադրություն դարձրեք աշխատանքի հայտարարության լեզվին։ Եթե այն հայերեն է, ապա ձեր բոլոր նյութերը պետք է լինեն հայերեն նույնպես։ Թվում է ակնհայտ, բայց հավատացեք, շատերն են սխալվում։ Եթե պահանջվում են երաշխավորագրեր, նախապես ստացեք թույլտվություն այդ անձանցից։ Հնարավոր է, որ դիմելու գործընթացը լինի օնլայն հարթակի միջոցով։ Տրամաբանությունը նույնն է։ Լրացրեք բոլոր պարտադիր դաշտերը ճշգրիտ եւ ամբողջությամբ։ Եթե ընկերությունը ունի բացահաստիկներ, բայց դուք իսկապես ցանկանում եք այնտեղ աշխատել, կապ հաստատեք կառույցի հետ ու հարցրեք, թե նոր աշխատակիցների ընդգրկման ինչ ընթացակարգ ունեն։ Հենց այնպես մի ուղարկեք ռեզյումե։ Կապ հաստատեք էլ-հասցեով, նշելով ձեր հետաքրքրությունը եւ փորձը։ Ապա ճշտեք, թե ինչ հնարավորություններ կան թիմին միանալու։ Անցնենք ռեզյումեին։ Ինչ պետք է ներառի այն։ Ձեր աշխատանքային փորձը, կրթությունը, հմտությունները եւ համապատասխան հավաստագրերը։ Աշխատանքային փորձը գրեք հակադարձ ժամանակագրությամբ, սկսած վերջին աշխատանքից։ Յուրաքանչյուր պաշտոնի համար նշեք դերը, կազմակերպության անունը եւ կարճ նկարագրություն ձեր պարտականությունների ու ձեռքբերումների մասին։ Այստեղ 40 տարվա փորձ ներկայացնելու կարիք չկա։ Ընդհակառակ, չափից շատ գործատուները կարող են վանել գործատուին։ Պետք է լինեն համառոտ, հստակ ու ներկայացնել միայն վերջին տարիների տվյալ հաստիքին համապատասխան փորձը։ Օրինակ, եթե դուք հարցազրույցավար եք եղել 10 տարի առաջ ու հիմա դիմում եք հասարակական կազմակերպությունում ֆոնդ հայթայթման պաշտոնի համար, ապա ձեր այդ փորձը նշելը որևէ դրական դեր չի ունենա։ Իսկ եթե ձեր նախորդ փորձը ուղղակիորեն կապ չունի դիմաց աշխատանքի հետ, մի անհանգստացեք։ Մտածեք ստեղծագործաբար, ինչպես կարող են ձեր հմտությունները եւ փորձը կիրառելի լինել նոր դիրքում։ Օրինակ, եթե դուք դիմում եք մարքեթինգի ոլորտում աշխատանքի, բայց ձեր փորձը հաճախորդների սպասարկման մեջ է, ապա ընդգծեք այն հմտությունները, որոնք համատեղելի են՝ հաղորդակցում, խնդիրների լուծում, հարաբերությունների ստեղծում։ Եթե համատեղելի չէ, կարիք չկա պատմություններ հորինել, անկեղծ եղեք։ Ի վերջո, ամեն ինչ շատ հեշտ ու արագ բացահայտել է գործի մեջ։ Ինչ վերաբերում է հմտություններին, եղեք հստակ։ Միայն հաղորդակցման հմտությունները գրելու փոխարեն գրեք, թե օրինակ ինչպես եք դրանք կիրառել աշխատանքում։ Տեքստը պահեք 1-2 էջի սահմանում, համառոտ ու ազդեցիկ։ Հիմա ռեզյումեի ձևավորման մասին։ Պահեք այն պարզ եւ մաքուր։ Օգտագործեք պրոֆեսիոնալ տառատեսակ եւ 2-3 գույնից ոչ ավել։ Եվ խնդրում եմ, օգտագործեք միայն պրոֆեսիոնալ դիմանկար, եթե դրա անհրաժեշտությունը կա, ըստ պահանջի։ Հակառակ դեպքում ձեզ ինչ է, թվում է, թե տեսքին նայելով պիտի ընտրեն որակավորված մասնագետի։ Անցնենք ուղեկցող նամակներին։ Որն է տարբերությունը ուղեկցող նամակի եւ մոտիվացիոն նամակի միջեւ։ Մոտիվացիոն նամակը սովորաբար օգտագործվում է համալսարան կամ կրթական ծրագիր դիմելու ժամանակ, կենտրոնանալով ձեր շարժառիթների վրա։ Ուղեկցող նամակը օգտագործվում է աշխատանքի դիմելու համար, ընդգծելու ձեր հմտությունները եւ հիմնավորելու ինչու եք համապատասխանում այդ պաշտոնին։ Անցնենք հարցազրույցներին։ Շնորհավորում եմ, դուք հրավիրվել եք հարցազրույցի։ Հիմա պետք է պատրաստվել։
Նախ ասեմ, որ ընդհանուր լուծումներ, բացարձակ ճիշտ ու սխալ պատասխաններ չկան։ Պետք է ուսումնասիրեք տվյալ ընկերության մասին տեղեկությունը եւ առաջարկվող պաշտոնի նկարագրությունը, որի համար դիմել եք։ Իմացեք նրանց առաքելությունը, արժեքները, նպատակները։ Պատրաստ եղեք պատասխանել հարցերին ձեր փորձի, հմտությունների եւ հետաքրքրվածության մասին։ Եվ մի մոռացեք նախապատրաստել մի քանի հարց, որոնք դուք կարող եք ուղղել հարցազրույցի վերջում։ Սա ցույց է տալիս, որ դուք ակտիվ եք եւ իսկապես հետաքրքրված։ Եղեք անկեղծ ու համարձակ։ Վերջում փորձաշրջանի մասին։ Դուք անցել եք հարցազրույցները եւ ստացել աշխատանքը։ Շնորհավորում եմ։ Բայց փորձաշրջանը ձեր հնարավորությունն է ապացուցելու, որ դուք ճիշտ անձն եք այդ դերի համար։ Այդ ընթացքում եղեք նախաձեռնող, տվեք հարցեր եւ խնդրեք արձագանք ձեր ղեկավարից։ Ամենակարևորը եղեք բաց սովորելու եւ աճելու համար։ Դե իսկ եթե մերժում եք ստացել, հոգ չէ։ Հնարավորությունները գալիս ու գնում են։ Կարող եք նամակին պատասխանել, պահպանելով դրական հարաբերությունները։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Python եւ լսեք մեր ոդքասթները։ Ինչպես միշտ, նոր բան սովորելը նոր հնարավորություններ է ստեղծում։ Ես ձեր հաղորդավար Python-էի, կհանդիպենք հաջորդ անգամ։